Մի հատ էլ այս մասով նայեք, որ մեկ-մեկ ըստ մեր նախատեսածի մտածում ենք մնացել է մի 2-3 օրվա ու վերջացնում ենք, չէ։ Ինչի է մեր համար ժամանակը միշտ սենց խնդիրներ լինում, որտեղ մեր աշխատանքը հողի տակ է, նայեք պատկերացրեք ժողովուրդ, բացել ենք հին գծեր, հին ոռոգման եսիմինչ գծեր, խմելու ջրի գծեր, ինչ ասես անցնում է, կոյուղագծեր, որը թե խնդիր է ստեղծում, չեն իմանում որտեղով գիծ է անցնում, վնասում ենք եւ այլ, ինչ եմ ուզում ասեմ, սրանով ոչ թե ուզում եմ ասեմ, գիտեք, նայեք, մերը ինչ ակուրատնի է, ուրիշները ինչ ձև են արել, այլ այդ բարդությունները ստեղծվում է հենց ոչ ճիշտ գծագրերից, ոչ ճիշտ հաշվարկներից, օրինակի համար սա արդեն պիտի բրծած լինեի, չհասցրեցի, որտեղ շատ առանձին բարդություններ հանդիպեցինք, տեսեք, նորից շարունակեմ ու ասեմ, ինչի ենք մենք ամեն ինչը այնպես հաշվարկում, որ աշխատանքը հետագա գործողությունները բարդություններ չստեղծի այդ մարդկանց համար, ամեն շարքերս ուղիղ գնում է միջև վերջ, ստեղ էլ նույնիսկ խմելու ջրի գծերը, բանը, ամեն ինչը փոխելու ենք, բացի ավտոմատ ոռոգման համակարգը սարքելուց հետո ավելի մի հատ խելամիտ, նայ գծերը նայեք ոնց է գնում, դե հին տրուբեք երևում է, չէ, թե սև տրուբա, թե սպիտակ տրուբա, ցեխոտ, մեխոտ, նայեք ինչ ձև է սարքած, այս ամեն ինչը ակուրատնի սարքվելու է, իդեալական, հարմարավետ, մաքուր սարքվելու է, որ այս ամեն ինչը գա հասնի դե այն մյուս նասոսի կողքին, մյուս նասոսը լինի, որ ջուրը վերցնի, լցնի բաքերը, ֆիլտրացնի, մաքրի, այն մեծ նասոսն էլ տա մեր ավտոմատ ոռոգման այս ցանցին։ Այսինքն ցալնում Ժորժ ջան, որ խիեմ միշտ կրկնում ասում են, ասեցիր կբրծնես այս ամիս չհասցրեցիր կամ այս շաբաթ, բարդ է մեր աշխատանքը Ժորժ ջան, մենք էլ միշտ շեշտում եմ, չեն գալու գլխարատ անենք, թռնենք, անելու ենք իդեալական որակով, նպատակով տանք ձեզ։ Այսքանն էլ այս նյութից Ժորժ ջան։